Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Մայիսի 27-ին մարդկային գործոնի շրջանակներում արդեն անդրադարձել ենք էլեկտրաէներգիայի սակագնի այն ժամանակ դեռևս հնարավոր թանկացմանը։ Այդ օրերին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություններ էր իրականացնում պարզելու համար, որքանով է իրատեսական հեծի պահանջը։ Հարցը այսպիսին էր, արդյոք էլեկտրաէներգիան կթանկանա, թե ոչ։ Այսօր պատկերը քիչ թե շատ արդեն ավելի հստակ է, որովհետև էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կլինի, սակայն ոչ թե ինչպես նշում էին 17 դրամ, այլև 6 դրամ 93 լումա։ Ինչպես է որոշվել այս սակագինը, արդյոք իսկապես կատարվել են ուսումնասիրություններ։ Այս ամենի մասին կխոսեն միայն իմ մասնագետները, հյուրեր, որոնք անմիջականորեն առնչվում են այս հարցին։ Բարի երեկո եմ ասում, մենք եթերում ենք եւ սիրով ներկայացնում մեր այսօրվա հյուրերին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյան։ Բարի երեկո։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար պարոն Գագիկ Մելիքյան։ Բարի երեկո։ Նարեկ Այվազյանին գիտեք նաև նախորդ եթերից էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ պայքարող քաղաքացի Ազատ դեմոկրատներ կուսակցության անդամ։ Բարի երեկո Նարեկ։ Ստեփա Սաֆարյանը միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան։ Բարի երեկո։ Եվ Արտակ Մանուկյանը տնտեսագետ։ Ողջույն։ Պարոն Բաղրամյան, ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, անցյալ անգամ էլ քննարկում էին, որ 17 դրամով պետք է բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն հիմա կարծես արդեն որոշվել է հստակ սակագինը, որն է 6 դրամ 93 լումա։ Նախ կասեք խնդրում եմ, ինչպես գոյացավ այս գումարը կամ ինչպես պակասեց այն եղածից։ Ինչպես բոլորդ գիտեք երևի, ապրիլի 29-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում 5 խոշոր արտադրող կայանները Հայաստանի Հանրապետության ներկայացրեցին իրենց սակագների վերանայման հայտեր հանձնաժողով, այնուհետև ամփոփելով նրանց ներկայացված հայտերը մայիսի 8-ին հանձնաժողովը դիմեց նաև բաշխիչ ցանցերը սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով։ Հայտերը սահմանված կարգով ընդունում է հանձնաժողովը ուսումնասիրության, տեղադրում ինտերնետային կայքում եւ այնուհետև սկսում է այդ հայտերի ուսումնասիրության գործընթացը, վերլուծում ենք ներկայացված հիմնավորումները, որի արդյունքում հանձնաժողովի աշխատակազմը իր դիրքորոշումը տեղադրում է ինտերնետային կայքում, որպեսզի դարձնի նաև հանրության քննարկման առարկա եւ ներկայացնում է հանձնաժողովի նիստի քննարկմանը։ Երկու խոսքով կարող եմ ասել ինչն են հիմնական գործոնները, որոնք բերում են սակագնի վերանայման անհրաժեշտության, դա արտադրության կառուցվածքի փոփոխությունն է գործողի նկատմամբ էլեկտրաէներգիա արտադրության։ Երկրորդ հիմնական գործոնը դրամի արժեզրկումն է, մոտ 16%-ով դրամը գիտեք արժեզրկվել է եւ գործող սակագների հաշվարկում ներառված փոխարժեքից 413 դրամ է ներառված գործող սակագներում։ Պարոն Բաղրամյան, առաջին կետը նորից կնշեք, որ խնդրեմ։ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի փոփոխությունը։ 3 հատ գործոն եք ասում, ու երրորդն էլ ասելու եք ատոմական, այ որ նշում եք։ Երրորդ չեմ ասելու Դեռևս երկուսն են։ Եթե երրորդն էլ ասեք, լավ։ Խնդրում եմ, որ ձեր խոսքի մեջ ասեք ըստ կարևորության, այսինքն որն է, ենթադրենք ունենք 3 հատ գործոն կամ n հատ գործոն, որը որ 100% է։ Որն է դրանից ավելի կարևորը, նվազ կարևորը ամեն մեկի ազդեցությունն է, ես որովհետև դրա հետ կապված ես հետո հարցադրումներ կանեմ, էլի, որ միանգամից ժամանակը տնտեսենք։ Բոլոր գործոններն էլ կարևոր են, ես ուղղակի կասեմ ամեն գործոնի մակրո ազդեցությունը։ Ուրեմն առաջի գործոնը դա էլեկտրաէներգիա արտադրության կառուցվածքն էր, որպեսզի պատկերացնենք ոնց է գոյանում վերջնական սպառողներին վաճառվող սակագները, երկու խոսքով ասեմ, ունենք 6 խոշոր արտադրող կայաններ եւ մոտ 160 փոքր կայաններ, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց սակագինը եւ վաճառում են Հայաստանի էլեկտրական ցանցերին էլեկտրաէներգիա։ Ձևավորվում է ընդհանուր մի հատ միջին մեծածախ էլեկտրաէներգիայի գնման սակագին, կախված նրանից, թե ամեն կայան իր մասնակցությունով ինչքան է վաճառում, որտեղ ունեն տարբեր գներ։ Կախված կառուցվածքից էժան էլեկտրաէներգիա արտադրող կայաններից են գնում, թե ավելի թանկ, մեծածախ գնման սակագինը փոխվում է։ Այնուհետև բաշխիչ ցանցի սակագնային մարժան է ավելացվում եւ նոր ձևավորվում է վերջնական սպառողներին վաճառվող գինը։ Հիմա առաջի գործոնը այդ կառուցվածքն էր, երկրորդ գործոնը դա փոխարժեքներ, ինչպես ասեն արծեցի,
Երկու այս գործոնները հիմնականում ազդում են ջերմակայանների սակագների ձևավորման վրա եւ այդ մեծածախ գնման գնի ձևավորման վրա։ Արդյունքում ամփոփելով, այդ 6.93 դրամ, որ ասում ենք, դրանից մոտ 2.4 դրամը դա արտադրող կայանների մասն է։ Այսինքն արտադրող կայանների եւ ծառայություն մատուցողների միջին մեծածախ սակագինը պետք է ավելացնել 2.4 դրամ կիլովատժամով նշված իմ երկու գործոնների ազդեցությունը կոմպենսացնելու համար։ Պարոն Բաղրամյան, ես ներողություն եմ խնդրում, քանի որ ժամանակը իսկապես չի բավարարի, ես հանգիստ տեմպերով, ուղղակի պարոն Մանուկյանի հարցը նորից առաջնայինության հետ կապված, եթե դժվար չի, խնդրեմ։ Նորից եմ կրկնում, կապ չունի քանի հատ գործոն ասեք։ Կարող եք դուք ենթադրենք այդ գործոնների բազմությունը 100% է, դրանից ու ավել չի լինում, չէ՞։ Հիմա կարող եք ամեն մեկի ազդեցությունը տեսակարգշրով մոտավորապես ձեր գնահատականում, եթե դուք հաշվել եք մի բան ու դրա եք հիմնավորում, պետք է դուք կարողանաք ինձ տնտեսագիտորն այդ թիվը ասել։ 6.93 Այսինքն չէ, 6.93 մեջ դրամն է պայմանավորված առաջի արտարժույթի փոխազդեցությունը 60% է, մնացած 40%-ը, ընդհանրենք սակավաջրությունն է կամ ձեր ասած էներգետիկ բալանսը։ Կա նման հաշվարկ, կարաք մի բան ասեք։ Համեցեք, պարոն Դե Բաղրամյան։ դե ասեք։ Էլեկտրաէներգիա արտադրության մեծածախ սակագինը նորից կրկնում եմ, բարձրացել է 2.36 դրամով։ Դա արդյունք է արտադրող կայանների սակագների վերանայման անհրաժեշտության։ Բաշխիչ ցանցի մասը 6.93-ի մեջ կազմում է մնացած մասը։ Հիմա դուք եթե կոնկրետ փոխարժեքով եք ուզում, կոնկրետ փոխարժեքի ազդեցությունը կազմա 9 միլիարդ դրամ։ Պարոն Բաղրամյան, շնորհակալություն, պարոն Մանուկյան, հիմնավորը արդեն ձեր ուսումնասիրությունով ձեր հարցը։ Թիվը մոտավորապես ճիշտ է, որտեղ ես էլ եմ այլընտրանքային փորձեր հետազոտություն անել, այդ 9 միլիարդը ոնց է ստացվում, ինքը որ ասում է 407-ից 480 որ նայենք, այդ դրա ազդեցությունը 9 միլիարդ է, որն է ըստ էության 2-ից 3 դրամի ազդեցությունը։ Դա ամենակարևորագույն գործոնն է վերված բոլոր նշած, այսինքն եթե sense մի պահ նայենք, հա, ինքը ունի 50%-ից ավել կշիռ, հա, եւ ինքը իր ազդեցությունը 4 միլիարդը 1 դրամի կարգի է, մոտավորապես 9 միլիարդը 2 դրամ ու մի քիչ, հա, իր ազդեցությունը։ Հիմա եթե տենց նայենք, բոլոր այն մնացած գործոններից ամենակարևորը էս է, այսինքն լավագույն դեպքում մենք պետք է խոսանք 5 դրամի մասին։ Հիմա ես այդ մասը, այսինքն 6.93-ը ակնհայտորեն ապացուցում է, որ չգիտեմ որտեղից է ստացված։ Հիմա ես ուրիշ բան ասեմ, հա։ Երբ որ մենք նման կարգի գնահատումներ ենք անում ընդհանրապես, պետք է հասկանանք, որ առաջինը հասարակության համար ներկայացվեց, որ տեղադրվել է եւ այլն, ես շատ կուզենայի ասեի, որ առաջի անգամ է նախ տեղադրվել, նախկինում չի տեղադրվել, իսկ հանրային ծառայությունների կարգավորման մասին օրենքն ու կարգավորող մարմնի գործառույթների մեջ է մտնում նաեւ թափանցիկությունը, այսինքն Նկատի ունեք ինֆորմացիան ուսումնասիրությունը կայքում։ Այո, այսինքն հայտերի տեղադրումը, այսինքն այս մասով առնվազն մենք ունենք գործող օրենսդրության նորմերի խախտում, այսինքն անգործություն, մեծ հաշվով հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից։ Երկրորդ կարևոր բանը ես կուզենամ ասեմ, այս շատ է խոսվում ներկայացվելու, հա, հասարակ բան ասեմ, բա 2014, այսինքն հիմա օրինակ նույն ցեմենտ, ընդ ձեռնոց կա 30,000 դրամով, որ վաճառում առաջարկներ է ներկայացվում, բավարարվում է 3,000 դրամով, մի հատի գինն, մի հատ ձեռնոցի գինն եմ ասում։ Որ ձեռնոցի, պարոն Ես մի մոտ է ձեզ կցույց տամ, էներգետիկ ձեռնոցը։ Մարդկանց մի Ես թյուրիմացիա մեջ չեմ էլեկտրիկ ձեռնոց է, հատուկ ձեռնոց է։ Ճիշտ է, 30,000 ձեզ առաջարկել են, դուք 3,000-ով եք ընդունել։ Սովորական ձեռնոցը թողեք ես ավարտեմ։ Ուրեմն նման կարգի բոլոր ծախսերի բաղադրիչները սովորաբար միջև այսօր երբ որ ես ուսումնասիրել եմ նաև նախկին հայտերը, հա, եղել է 2014-ի կոպիտ ասած արժեք, որի համար մենք վճարել ենք, եւ 2015-16-ի առաջարկ։ Հիմա այս պահի դրությամբ 15-16-ը կա, այսինքն հեծի ախորժակ հանրային ծառայությունների կողմից բավարարված մակարդակ, բայց չկա 2014-ը, որը թերի է, այսինքն որպես հասարակություն ես վստահ չեմ, որ այդ ծախսային մոտեցումները, ծախսային նորմատիվների գոյություն ունի, ես կապացեմ ինչի, օրինակ հասարակ բան ասեմ, 2008, 9, 10, 11, 12, 13 թվականին գործուղման ծախսերը եղել են 161-ից 195 միլիոն տարբեր տարիների։ Եվ երբ որ տեղադրվեց կայքում եւ բազում մարդիկ այդ թվում նաեւ ես ասացի, այդ ծախսերը միանգամից իջան 74 միլիոնի։ Այսինքն եթե մենք 74 միլիոնով կարողանում ենք անենք, այս ծախսերը ինչի ենք մենք վճարում, ու եթե իրանք ունեին նորմատիվներ ծախսային եւ այլն եւ այլն եւ այլն, այդ ծախսային նորմատիվները մի օրում նկարվեցին 74, այն ժամանակ ինչի չկար։ Հիմա այսպես ծախսերի մի բազմություն կա, նույնը վերաբերում է մարքեթինգին եւ այլն։ Եթե մենք հասարակ մոտավորությամբ դրան գնահատենք, դրանց տեսակարգը շուրջ
2.5 միլիարդը մենակ 2013-14-ի առումով, այսինքն 9 միլիարդը նշվեց օբյեկտիվ դր։ Ես էլ հիմա այլ նվազեցման տեղեր եմ ասում ու պլյուս մի բան էլ ասեմ, նու վերահսկիչ պալատի հաշվետվությունն է իմ ձեռքի տակ, նաև ընթացիկ հաշվետվությունները, որից բխում է, որ 2012-13-14 թվականից մենք մի ընկերությունից անունը Ռոսգեներացիա, ուրեմն գնել ենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով գնել է 61 դրամով։ Պատկերացնում եք հիմա 17 դրամով նույնիսկ այդ ցանկության դեպքում, որը հիմա խոսվում է 48 դրամ բարձրացման, դու 61 դրամով կազմում ես։ Ու սրա ազդեցությունը 12-13-14-ի շուրջ եւս 1.5 միլիարդ է։ Հիմա sense ծախսերը պարոն Ազարյանը շատ լավ բաներ ասում ազգային ժողովում, ասում էր եկեք ծախսային ուղղություններ ցույց տվեք, որ մենք կարողանանք նվազեցնել։ Տեսեք, ես երկու քայլով առնվազն 4 միլիարդ դրամի կարգի, այդ իմ կարծիքով չի, դա նաև հաշվետվություն է ու ասեմ ավելին, դուք էլ հիմա փորձեք դրա տակ օրենսդրական հենքը դնեք, ամսի 17-ին տարել եք Ռոսգեներացիայի սակագին եք ուզում հաստատել տակ, որ ինչ որ դրա տակը օրենսդրությունը ապահովեք։ Ու լավ, այդ մասով ակնհայտ է, այսինքն այս բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, վերլուծությունները բոլոր ցույց են տալիս, որ գործող նախ մի կարևոր հանգամանք էլ ասեմ, գործող 41 դրամի մեջ մենք արդեն իսկ 14 միլիարդ դրամի փոխհատուցել ենք։ Այսինքն եթե ոչ մի բան չփոխվեր ու մենակ մնար, ասեմ ինչի, որտեղ 37 միլիարդ դրամ օբյեկտիվ պարկից դարձել է 24 միլիարդ, այսինքն 41 դրամի մեջ արդեն իսկ 14 միլիարդը կար, եւ եթե մենք մի պահ ենթադրենք 41 դրամ է մնում, մենք էլի 14 միլիարդ փոխհատուցում ենք, 27-ը դառնում է շուրջ 9 միլիարդ, այսինքն այս բոլոր բաներով ես ապացուցեցի ինձ թվում է, որ առնվազն նվազելու միտում պետք է ունենա։ Շնորհակալություն պարոն Բաղրամյան, ներեցեք պարոնեք, դուք կհավելեք անպայման, կարճատև դադարից հետո կշարունակեք մարդկային գործոնի քննարկումը։ Մարդկային գործոնն է եթերում եւ մենք անընդհատ խոսում ենք սոցիալական տարբեր ծրագրերի կամ փաթեթների մասին եւ անընդհատ սուբսիդավորումներ ենք հատկացնում կամ չգիտեմ ինչեր ենք անում, սակայն փաստ է, որ նմանատիպ շատ դեպքերում ոչ հիմնավոր սակագնի կերպով բարձրացումը անմիջականորեն ազդում է ամենախոցելի խավի վրա։ Պարոն Մելիքյան, սոցիալապես անապահով ընտանիքների հետ կապված, եթե հաստատվեց ու արդեն բարձրացավ սակագինը, ինչպես է լուծվելու այս հարցը։ Կան ինչ-որ հստակ արդեն որոշումներ։ Նախ նշեմ, որ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մեկ անձ, ով կցանկանա, որ սակագինը բարձրանա, կամ տնտեսություն, փոքր ու միջին, կամ բարձր, կամ քաղաքական կազմակերպություն, քաղաքական կառույց, քաղաքական ուժ։ Համոզված եմ, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չեն ցանկանում սակագնի բարձրացում։ Համոզված եմ նաև, որ կան բավականին անհարկի քննադատություններ սակագնի բարձրացման մասին եւ կան բավականին հիմնավորումներ դրա անհրաժեշտության մասին բարձրացման։ Օրինակ, որոնք են անհարկի, պարոն Մելիքյան։ Քիչ առաջ հնչում էր նաև անհարկիներից երկուսը։ Օրինակ մեկը ասեք էլ։ Կասեմ իմ խոսքի մեջ։ Չի կարելի ընդհանրապես ժողովրդին ապակողմնորոշել ավելորդ չհիմնավորված վերլուծություններով։ Ունենք փաստ։ Որն է փաստը, որը Փաստը այն է, որ պետք է։ Այսօր հեծը կուտակել է շուրջ 24 միլիարդ դրամի պարտք։ Ընտիր։ Պարտքը Ինչի պատճառով։ Պարտքը եղել է 37 միլիարդ դրամ, որից իրոք 13-ը արդեն իսկ մարվել է նախկինում, նախորդ տարում սակագնի բարձրացման հաշվին 3.8 դրամով։ Առաջացած 37 միլիարդ դրամից մնացել է 24 միլիարդ դրամը։ Պատճառները եղել են դրամ-դոլար փոխարժեքի տատանումը, սակավաջրությունը եւ ատոմակայանի գերնորմատիվային կանգը, որի հետևանքով մենք ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք ստացել ջերմոկայաններից, հանձնել հեծերին, որոնք վաճառելով բնակչությանը կամ տնտեսությանը առաջացել է այդ պարտքը։ Եթե սակավաջրություն, դրամ-դոլար փոխարժեքի տատանում եւ ատոմակայանի գերնորմատիվային կանգ տեղի չունենար, տեղի չեր ունենար նաեւ 37 միլիարդ դրամի պարտքի առաջացումը։ Պարոն Մելիքյան, եթե չեմ սխալվում, ամեն տարի սակագինը փոխվում է։ Ամեն տարի փոխվում է։
Չէ, ես ուղղակի հիշեցրեցի, ամեն պարոն տարի Սաֆարյան։ փոխվում է, բայց փոփոխման նախորդ տարվա փոփոխման հետևանքը նաև եղել է այն, ինչ որ մենք ասացինք։ Ես ընդունում եմ, բայց նայեք տարիների գրաֆիկը խնդրում եմ։ Նայել ենք, դա մեզ համար նորություն չի, ասեմ ձեզ։ Սա նորություն չի մեզ համար։ Ամբողջությամբ նայել ենք եւ վեր ենք լուծել եւ որևէ անհիմն թանկացում գոյություն չունի։ Այնպես չէ, որ չցանկանալով բարձրացնել սակագինը, մենք կարող ենք տնտեսությունը այս վիճակում պահել։ Սակագնի չբարձրացման հետևանքով մենք կունենանք պարտադիր հովհարային անջատում, որտեղ 24 միլիարդ դրամի պարտքի մարումը անհրաժեշտ է, պետք է մարվի։ Սակագնի բարձրացումից հետո հաջորդ տարիների ընթացքում մենք միանշանակ պետք է մտածենք սակագնի իջեցման մասին, որտեղ այն պարտքը, որը կուտակվել է, եւ բարձրացնում ենք սակագնի բարձրացման հաշվին, հաջորդ տարիների ընթացքում միանշանակ պետք է մտածենք դրա իջեցման մասին, որտեղ պարտքը մարելուց հետո մենք այլ ուրիշ գործոններ չենք ունենալու, եթե նորից փոխարժեքի տատանումներ չլինեն։ Սակայն ինչ է մտածում կառավարությունը, ինչ են մտածում իշխանությունները։ Իշխանությունները մտածում են այնպես, ինչպես ժողովուրդը։ Պարտադիր կարգով պետք է փոխհատուցվի անապահով խավին սակագնի բարձրացման հետևանքով կրած վնասները նվազագույնին հասցնելու նպատակով։ Ունենք 105,000 անապահով ընտանիքներ, նպաստառու անընդհատ խոսում ենք նպաստառու ընտանիքներին փոխհատուցելու մասին։ Նախ ում հաշվին։ Ում հաշվին եւ բոլորին անապահով եք դա։ Եթե ձեզ թվում է թե բոլորը կարողանում են, չարաչար սխալվում եք, մենք էլ չենք կարողանում։ Այնպես չէ, որ պետք է դա շահարկման առարկա դարձնել։ Ունենք անապահով խավ, անապահով ընտանիքներ, նպաստառու ընտանիքներ եւ միանշանակ պետք է նրանց օգնենք նպաստների բարձրացման համար։ Ինչպես։ Նպաստների բարձրացման ճանապարհով, պարտադիր փոխհատուցման ճանապարհով, բյուջեի հաշվին, բյուջեի։ Բյուջեն քաղաքացին վճարում։ Բյուջեն մենք ենք վճարում։ Մենք, հա, դե մենք ենք վճարում։ Անապահով խավը համենայն դեպս բյուջեին վճարումներ չի կատարում։ Բյուջեին վճարումներ կատարում է ապահով խավը եւ արտադրությունը, տնտեսությունը։ Այսինքն կատարվում է եկամուտների վերաբաշխում։ Ապահով խավից անապահով խավին։ Պարոն Մելիքյան, մի բան հարցեմ, գիտեք, տպավորություն է, որ այդ 17 դրամը ի սկզբանե բարձրացվել էր, որպեսզի հետագայում իջեցնելու դեպքին, պարագային 69 ու 93-ը ավելի մարսելի լինի։ Երբեմն կողքից այդպիսի տպավորություն։ Կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական շահարկում է, քան տպավորություն։ Ես քաղաքական գործիչ չեմ, որպեսզի անեմ քաղաքական շահարկումներ, ներեցեք։ Ես հասկանում եմ ձեզ, դա ես չեմ ընդունում, որ դա ձեր խոսքն է, որտեղ նման խոսք մենք անընդհատ լսում ենք։ Ես էլ ժողովրդի մի մասն եմ։ Այո, նաև ժողովրդից, նաև մեզանից։ Մեր շրջապատից։ Դա խոսք չի, դա փաստ է։ Համենայն դեպս ձեր ասած փաստը սակագնի մեջ չի արձանագրվում եւ դա ընդհանրապես դառնում է քաղաքական շահարկում։ Լավ, պարոն Սաֆարյան, համեցեք։ Ասայի նույնիսկ ավելորդ։ Ինձ հաճելիորեն զարմացրեց, որ եւ իշխող կուսակցության ներկայացուցիչը եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը բերում են էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման գրեթե տարբեր հիմնավորումներ։ Կարծում եք, բայց դա Պարոն Մելիքյանը դուք չընկալեցիք մեր ասած խոսքը, մենք ընդհանրապես տարբեր Չէ, ես հիմա ասեմ, չբացատրեցինք։ Ես հիմա ես ասում։ մենք հիմա անպայման կասենք բան Գործոնը որն էր, Որն է եթե երրորդ գործոնը։ Ես խոսքը չեմ տվել իմ մեղավորությունը, Ամենայն դեպս իրարից չի տարբերվել։ Ուրեմն Այն նորից փորձում եք ապակողմնորոշել։ Չէ, չեմ ապակողմնորոշում։ Հիմա ես ասեմ Դե հիմա ասեք, սակավաջությունը մենք Իսկ դուք տեղյակ եք, որ ատոմակայանը կանգնել է այնքան օր, որքան պլանային կանգնում է յուրաքանչյուր տարի։ Իսկ դուք տեղյակ եք, որ հնչեցված 88 օր թիվը այլևս չի հիշատակվում նույն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի կողմից միանգամայն իմանալով, բայց գերպլանային կանգառ եղել է։ Ինչ նշանակում գերպլանային։ Պլանայինը 65 օրն է, եթե հիշողությունս չի դավաճանում։ Ավելացած Ինչքան ենք ավելացնում։ Ավելացած 45 օր է պլանային կանգառը։ Դուք տեղյակ եք, որ 88 օր կանգնած չի եղել։ Եվ դրա մասին արդեն ասում են ատոմակայանի աշխատակիցները։ Այսինքն ձեր ասած ինչպես 13 թվականին նայել եք հաշվետվությունները։ Ում հաշվետվությունը։ Ատոմակայանի 13 թվականի մասին է խոսքը։ Ես ձեզ ասում եմ ատոմակայանի աշխատակիցների խոսքերը
Ես ձեզ ասում եմ ատոմականի աշխատակիցը խոսքը ասելու փոխարեն ներեցեք դուք մի քիչ առաջ ասացիք, որ երրորդ գործոն ատոմականի կանգառը չեք ասել։ Երրորդ գործոնը ես կասեմ, ատոմականը չեմ ասի։ Ես կասեմ, դուք Պարոն Սաֆարյան, մեկ վարքյան։ Դուք արդեն ասում եք, երրորդ գործոն ատոմականը չէր։ Պարոն Սաֆարյան, մեկ վարքյան, լսենք որն է երրորդ գործը։ Պարոն Բաղրաման, երրորդ գործոնը թվարկեք, խնդրեմ։ Ուրեմն երրորդ գործոնը սկսած 2012 թվականի ապրիլի 1-ից, 12 թվականի ապրիլի 1-ից, մինչև 15 թվականի ապրիլի 1-ը ներառյալ կուտակվել է ցանցում 37.6 միլիարդ դրամի վնաս, որը որևէ կապ չունի իր գործունեության հետ։ Այդ գործոնից մեկն էլ ատոմակայանի կանգառն է եղել 88 օր 13 թվականին, 37.6-ի մեջ ինչ-որ մի մաս է կազմել։ Եթե թույլ կտակ մի երկու բաներ ավելացնեմ։ 2013-ին ինչու 2014-ի մեջ չէր հաշվառվում։ Դրա համար պետք է կարդալ օրենսդրական ընդհանրը դաշտը։ Եթե կարդացել եք, ուրեմն պետք է իմանաք, որ 1/3-ով է վերադարձվել անցած տարի։ Եվ 2/3-ը դեռևս մնացել այդ ատոմականի։ Կարող ենք հիշել, որ 2002-ին էլ է կանգառել։ 2012-ից է խոսքը։ Կներեք, դուք արդեն հետ եք գնացել այնպիսի մի ժամանակաշրջան, որ արդեն 2012-ից մինչև 15 դեռևս 1/3-ով չի լրացել։ Պարոն Սաֆարյան, թույլ կտակ լսենք հավելումը, հասկանանք քննարկումը։ Ինչ վերաբերում է այդ հարգելի պարոն Մանուկյանը, որ ասեց այդ թվերին, ուրեմն նշեմ, ամսի 9-ից դուք կարող եք գալ հանձնաժողով, ծանոթանայիք բոլոր թվերին եւ եթերում նման հարցեր չտայեք եւ ազգային ժողովի բարձր ամբիոնից նման հարցեր չնչեցնեք։ Դուք ասում եք գործուղումը ինչի է նվազել։ Կարելի է գալ հարցնել եւ ողջել ինչի է նվազել։ Դուք գիտեք, որ գործուղման մեծ մասը դա ներքին գործուղումներն են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ դրա առյուծի բաժինը դա մարդկանց վերապատրաստման ուղղված գործողումներն են։ Ծախսերը ոնց է եղել, որ այն ժամանակ կբացատրեմ, հիմա դա էլ կբացատրեմ։ Լավ, մի բան ասեմ էլի։ Մի րոպե կթողեք խոսքս ավարտեմ։ 1 րոպե պարոն 9 միլիարդ իրանք ասեցին, 14 միլիարդ ես Պարոն Մանուկյան, մի րոպե ավարտեմ։ Ուրեմն ձեր ասած գործուղման ազդեցությունը ընդհանրապես էդ էլ ասեմ 0.01 դրամ կիլովատ-ժամը։ Եվ այդ գործուղումը նվազել է այն պատճառով, որ ընկերությունը կառուցել է պոլիգոն, կներեք, չգիտեմ հայերեն բառը, իր տրինաժորներով եւ այլն հենասյուններով։ Այսօր մենք գյուղական վայրերում մանծոր չունենք, որ հենասյուն բարձրացած լինի, լարմանտակ աշխատած լինի։ Ցանցի միշտ վատ բաներն ենք ասում, մենեջմենտ եւ այլն, պետքա լավ արածնել նկատել, կենտրոնացրել է ընդհանրեն այդ վերապատրաստման իր աշխատակիցների պոլիգոնա ստեղծել եւ կենտրոնացված այնտեղ ուսուցում է կատարում։ Այդ դրա հետևանքով ներքին գործողումները նվազել են։ Թե չէ ձեր ասած, որ ընդվզում եղավ եւ այլն, նույն ընդվզումը անցած տարել է։ Ուրեմն երրորդ գործոնը կարող եմ ասել, եթե մի րոպե սպասեք։ Երրորդ գործոնն արդեն ասեցի 12-ից 15 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի փոփոխությամբ տեղի ունեցել է։ Առաջի գործոնն էր։ Ներեցեք, դուք մեզ արտադրություն չեք լսում, ինչեւ ես կարող եք լսել։ Ասեցիք էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը առաջի գործոն չեք լսում։ Դուք ասեցիք երրորդ ասեցիք ատոմական, ասեցիք ոչ երրորդ գործոն ատոմական չեք ասել։ Շատ լսեք, կհասկանաք, պարոն Սաֆարյան։ Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված է երրորդ գործոնը։ Փոփոխությամբ փաստի եւ կանխատեսվածի։ Այսինքն կանխատեսվել է օրինակ որոտանում 1 միլիարդ կիլովատ-ժամի օգտակար առաքում փաստացի տեղի ունեցել 900 միլիոն։ Ինչ է տեղի ունեցել այդ արդյունքում 100 միլիոն տարբերությունը ձեռք է բերվել Հրազդանի ջեկից, որի գինը մոտ 3 անգամ ավելի բարձր է։ Այստեղ ցանցի մեղքը չկա։ Եվ մեր շուկայի կանոններով այդ վնասը, որը ձևավորվել է համակարգում, պետք է վերադարձվի 3 տարվա ընթացքում։ Սա է ամբողջ հարցը։ Եվ բաշխից ցանցի այդ 4.4 միլիարդը, որ դուք նշում եք, 23.4 միլիարդ ամբողջությամբ կազմված այդ վնասի փոխհատուցումից։ Բաշխից ցանցի նույնիսկ գործող ծախսերը 300 միլիոն դրամով նվազել են այս տարի։ Ես շարունակեմ։ Կարճատև դադարից հետո կշարունակենք մարդկային գործոնը։ Մարդկային գործոնի եթերում քննարկում ենք հեծի հետ կապված, հեծի պանջարկի հետ կապված սակագնի բարձրացման փաստը, թեման եւ պարոն Մալիքյան ավելացնելու բան ունեիք։ Փաստը մնում է փաստ, որ սակագնի բարձրացումը հեծի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի։ Հեծի արդյունավետ գործունեության հետ կամ ոչ արդյունավետ գործունեության հետ
որևէ առնչություն չունի։ Բացարձակապես, ես խնդրում եմ դա չշահարկել ընդհանրապես։ Սա փաստ է, արձանագրված փաստ է, սա նորմատիվային ծախսերի եւ փաստացի ծախսերի տարբերության հետևանքով է առաջացել այդ 37 միլիարդ վնասը։ Ծախսեր ասելով ես ընդհանրապես նկատի ունեմ մատակարար կազմակերպություններից, կայաններից գնված հոսանքի նախատեսված արժեքի եւ փաստացի արժեքի տարբերությունը։ Բացարձակապես կապ չունի հետի արդյունավետ կամ ոչ արդյունավետ գործունեության։ Մեկ հարց, դուք գումարը վճարել եք, չէ՞։ Նազարյանը երբեք հակառակը չի ասել եւ ոչ մեկը երբեք հակառակ ասել են վատ մենեջմենտ։ Իմ ասածը չի նշանակում, որ հեծում վատ մենեջմենտ գոյություն ունի։ Բայց պարոն Նազարյանը նաեւ ասել է, կան եթե շռայլություններ, դրանք չեն ընդունվել սակագնում։ Եթե կան անարդյունավետ կառավարում, դա չի ընդունվել սակագնի մեջ։ Բոլոր ծախսերը չի ընդունվել սակագնի մեջ։ Այսինքն եղել է։ Եղել է թե չի եղել։ Եղել է թե չի եղել։ Դա հարցի մյուս կողմը ոչ մեկը չի։ Շատ ցանկալի կլներ այսպես վերլուծություններ եւ այլն, որ կատարվեր նախ մի քայլ մեր մոտ քննարկվեր, պարզաբանվեր, եթե կմնար հարցեր, նոր դարձնեինք ինչ որ հեռուստաեթերի կամ եւ այլ շոուների Պարոն Բաղրամյան, կարելի է մեկ հարց, նկատի ունեք ձեզ մոտ քննարկվեր ում հետ, մարդկանց, մասնագետների, ժողովրդի ում հետ, այսինքն ես ազատորեն կարող էի դիմել, ներեցեք Ստեփան, այդ առումով ես չասեցի, սա շոու է, շատ ճիշտ է ամեն ինչ, սա եթերային ոչ թե եթերով այդ հարցերը պարզենք, ընդամենը 1, 2, 300 միլիոն, 400 միլիոն, այլ ընդամենը մի հատ գակ հանձնաժողով հարցնեիք, օրինակ ինկասացիոն ծախսերն ինչա, ձեր հարցը այսօր չէր առաջանա, ավելի կարևոր բաներից կքննարկենք։ Պարոն Բաղրամյան, ավելի կարևոր բան եմ հարցնում, լավ, եթե 17 դրամ սակագնի համար չբարձրանար այնպիսի բողոքի ալիք, ինչպիսին որ բարձրացավ, արդյոք ձեր ծառայությունը կունենար այն ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ իջավ կամ կարող է նաև բարձրանալ։ Հարցիս համար ներողություն նույնը կլիներ։ Մեր վերլուծություններն էլ ստացված բայց ոնց որ գինը բարձրացրեցինք, նոր հետո հասկացանք, որ չէ շատ ինչ որ բարձր է։ Ես չեմ ասում դուք։ Խնդիրը տեսեք ինչու՞մ է։ Նախ բոլոր կայանները ներկայացրեցին ամեն մեկն իր ցանկությունը։ Ես նորմալ եմ համարում, որ տնտեսավարող սուբյեկտը շահույթ հետապնդող ներկայացնում է նաև ավելի շատ ծախս, քան թե իրեն իրոք պետք է։ Այո, նորմալ եմ համարում, որովհետև կա մարմին, որ կարգավորում է ու պետք է նկատի չթույլ տա այդ ծախսը կատարել։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչ որ թվեր, որ ես հնչեցնում եմ, դա փաստացի սակագնային մարմնի կատարված, հանձնաժողովում կատարված պայմանագրերի եւ սակագնային մարժայի քսերակոպիաներն է, որ իմ մոտ կա, կարող եմ եթե ինֆորմացիայի պակաս կա փոխանցել։ Կայքում էլ կա տեղադրված։ Կայքում չկա տեղադրված 2014, 13, 8, 9, 10, 11, կա մենակ 15, 16-ի հայտը վերջացնենք դրանով։ Հիմա ինչ վերաբերում է երկրորդ հակափաստարկին, ես մի փաստարկ ասեցի գործող 41 դրամի մեջ 14 միլիարդը մենք վճարում ենք, ծածկում ենք, հա։ Հիմա իրանք ասում են արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը լսեցինք, չէ՞, ասեց 9 միլիարդը։ Տակը մնաց, որ ես 5 միլիարդ դեռ 41 դրամով ավել եմ վճարում։ Հիմա ինչ խոսում են, չգիտեմ ինչ են ասում եւ այլն, փորձում են հիմնավորումներ անել։ Ես լավ պատկերացրեցի ու երևի ես հենց 5 միլիարդին էլ գումարում եմ այն ծախսերը, օրինակ իրավաբանական ծախսերը 13-14 թվականին 300 միլիոն ա եղել, հիմա 0 է։ Եթե պետք չէր այդ մարդկանց իրավաբանական ծախսերը, բա ուր է 300 միլիոնով այտենց հա սակագնային մարժա մտցնում, իսկ սակագնային մարժա մտնելով դրա վճարը կատարվում է անդրադառնում է մեր վրա։ Ու սենց բազում գործոններ կա, ավելին ասեմ, հիմա վերցրել են օրինակ ատոմակայանի բանը ամորտիզացիայի գործոնների հետ խաղացել են եւ այլն բարձրավոտ էլեկտրացանցերը արտոմակայանը ըստ էության շատ ցածր կարելի ասել բացասական շահույթ են ապահովել, բայց նույն մոտեցումը չի կիրառում հրաշջեկի նկատմամբ։ Օրինակ հրաշջեկը ունի 1.7 միլիարդ դրամի կարգի շահույթ 2013-ին, ինքը էլի ռուսական RAO ES-ի անդամ է, եւ ունի 2014-ին 2.5 միլիարդ։ Հիմա տնտեսայության մեջ գոյություն ունի sense բան, կոչվում է երկու անձանց միջև գոյացման փոխանցում, transfer pricing, հա։ Այսինքն երկու խաղացող են, մեկը վնասով է աշխատում, մյուսը օգուտով է աշխատում, բայց էսի սրա վրա
ծախումը բավականաչափ Դուք թանկացել է։ մասնավորեցման մենք պայմանագիրը տեսել եք։ Ես տեսել եմ ու միջազգային պայմանագրերի հրաժեշտի մասնավորեցման պայմանագիրը եւ երկրի ստանձնած պարտավորությունը։ Որ տեսած լինեք, չեք ասում։ Մի րոպե, հա, ես որ խոսում էի, այսինքն դուք որ խոսում էիք, Սխալ ինֆորմացիա է։ Սխալ ինֆորմացիա, այխր դուք տեսնում եք հասարակ բանը, որը պայմանագիրի մոտ կա, ասում եք չկա։ Հրաժեշտի եւ ինչ է գրված այնտեղ։ 2013-ի եւ 2014-ը։ Հրաժեշտի շահույթը համաձայն պայմանագրի է։ Խնդրում եմ պարոնայք ամփոփելով, այլապես ես կկտրեմ խոսքը կեսից Մի եւ բան էլ ասեմ, ուրեմն այստեղ կարևորագույն նաև գործոնը այն է, որ ըստ էության մենք պարբերաբար այս մասով փոխանակ միջոցառումներ ձեռնարկենք, որ նվազեցնենք, հասարակ բան ասեմ։ Եղել են նաև այս գործոնները, որ ի վնաս մեզ են աշխատել, այսինքն եղել է ջրառատ տարի, եղել է դոլար դրամի ավելի կայուն մակարդակ, բայց շահույթի մի ցանկալի մակարդակից հետո չի ստեղծվել մի ինչ-որ երաշխիքային ֆոնդ, որից հետո կարողանալ այսպես, այո, ռեզերվային ֆոնդ։ Այդ կարգավորող մարմինը բա ուր էր այդ տարիներին չէր գալի, չէր հանրության ասում, գիտեք ինչ էս ֆիրմաները գեշահույթներ են ստացել, բերեք այս ֆոնդը ստեղծենք, որ հանգարց ջրային պակաս տարիներին մենք հա խոսում ենք անցյալի մասին, վերջը լուծումը մնաց օդի մեջ։ Դե դա էլ առաջարկություն եմ ասում, որ աշխատեն։ Մենք ականատես ենք լինում մի բանի, ձեր հարցադրումից գալով 17 դրամ ներկայացվեց, պարզվեց 10 դրամի չափը ուղղակի սուտներ, որը հանձնաժողովն ինքն էլ ասում հաշվի չեմ առնում, հիմա մնացել է 7 դրամը։ Հիմա այդ 7 դրամի թանկացումն էլ չեն կարողանում հիմնավորել, եւ ինչպես մենք տեսնում ենք, նույն գործոնին տարբեր անուններ ասելով, գարշոկը փոխելով, կներեք ժողովրդական լեզվով ասած, առաջինի անվան տակ են թվարկում, երրորդի անվան տակ են թվարկում, երկրորդի անվան տակ դրամ-դոլար փոխարժեքն է բերվում, իդեպ էդ եմ ուզում հիշեցնեմ, որ կներեք դրանից էլ է ժողովուրդը տուժել։ Հիմա իսկ ժողովրդի կրած վնասները դրամ-դոլար փոխարժեքից ով փոխհատուցեց, որ կառավարությունը փոխհատուցեց, որ հիմա այսօր այսպես գերմտահոգ են դարձել հետի կրած կորուստների մասին եւ մենք հայտարարում ենք, ասում ենք անպայման պիտի բանարվի, փոխհատուցվի։ Գիտեք ինչն է խնդիրը, նկատելի է, որ իսկապես հեծի եւ կարգավորող մարմնի միջև այսքան փոթորիկից հետո ձեռքաբերվել համաձայնություն, եկեք բարիշենք 693-ի վրա, ճիշտ է, պարոն Բիբինը նեղացավ, խռովեց, չեկավ, արհամարեց, ազգային ժողով չեկավ քննարկմանը մասնակցելու, բայց կարծեք թե արդեն բան են արել, կրկերը հանդարտվել են, հիմա ասում ենք հեծը որևէ մեղք չունի, այն դեպքում որ հեծի հայտը ինքը տեղով ներկայացված հաղորդում է հանցագործությունների մասին, եւ խոսքը ամենևին չի վերաբերվում իր շահույթը իր ուրեմն կմահաճությամբ տնօրինելուն, այլ իր բաժնետերերի նկատմամբ կատարված հանցագործություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված հանցագործություն եւ վերջին հաշվով, եւ որ մենք խոսում ենք հանրային ծառայությունների կարգավորման դերի մասին, հիշում եք հավանաբար նախորդ հաղորդմանը մենք խոսում ենք այնուամենայնիվ ով է պատասխանատու, իսկապես մեր կարգավորող հանձնաժողովը ցավոք սրտի ոչ թե կարգավորել, այլ թողել է սանձարձակություն, թողել է ամենաթողություն եւ հիմա կներեք ձեր խոսքերը հաշվի չեն առնելու այդ ամեն ինչը, նշանակում է լավ ինչ ուզում եք արեք, բայց դա մեզ մի ներկայացրեք։ Մոտորապես ձեր պատասխանը սա է նշանակում։ Եվ ես կարծում եմ հեծի մասնավորեցումը հրամայական է։ Իդեպ այստեղ թույլ տվեք շատ կարճ հիշեցնել, որ 2005 թվականին հեծը մասնավորեցվել է օրենքի եւ մեր պարտավորությունների խախտումով։ Հայտարարվել է ներողություն, ակցիաների վերավաճառքը ՌԱՕ-ԵՍ-ին։ Մասնավորեցում չի։ Դա բաժնետերը ուզում է վաճառում է, ոչ մեկ տեղ չի կարող։ Հիմա դուք պնդում եք, որ ՌԱՕ-ԵՍ սեփականությունը չէ։ Ես ուզում եմ այս հարցի պատասխանը դուք տաք, որովհետեւ 2005 թվականի օրենքով 2002 թվականի նոյեմբերին հետո բաժնետերը վաճառել է Ինտեր-ՌԱՕ-ԵՍ-ին։ Իսկ բաժնետիրոջ ցանկությունն ու վաճառքը ոչ մեկ չի կարող։ 2005 թվականին հայտարարվել է, որ տեղի է ունեցել ընդամենը հավատարմագրային կառավարման փոխանցում։ Պնդում եք դուք դա։ Այսօր պնդում եք դուք դա։ Հավատարմագրային կառավարում չի, բաժնետոմսերի վաճառքը Ինտեր-ՌԱՕ-ԵՍ-ին 2005-ին պաշտոնապես հայտարարվել է դա։ Ինչպես եք մեկտաբանում այս կարգի կեղծիկը, այսինքն ինչու եմ ես դա շեշտում։ Բաժնետոմսերի վաճառք կեղծիկ է։ Կներեք դուք ասել եք հավատարմագրային կառավարման անցել։ Օրենքով մասնավորեցվել է 2000 թեմայից շեղվում են, պարոն Նարեկ Այվազյան։ Եթե կարելի է շնորհակալություն, խոսքս սկսեմ նրանով, որ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել պայքարի ու անկախ ամեն ինչից թե իշխանությունը, թե հեծը ինչ կներկայացնի, ինչ կփորձի հրամցնել մեզ, ամսի 19-ին տեղի ունենալու
երթ, հավաք, որի համար կոչ կանեմ բոլորդ մասնակցեք, ընդ որում նաև մեր իշխանության ներկայացուցիչներին, որովհետև հենց իրենց ընտանիքներում էլ են ավելի բարձր ու թանկ վճարելու էլեկտրաէներգիայի համար, եթե նման որոշում իրականություն դառնա։ Նախ կցանկանայի Նարեկ, դերեցեք, եթե դիտանկյունը փոխենք եւ հիմա նայենք նաեւ պարոն Բաղրամյանի, պարոն Մելիքյանի եւ նաեւ այն մարդկանց դիտանկյունից, ովքեր պնդում են, որ անհրաժեշտությունը կա, այլապես կլինեն հովհարային անջատումներ։ Լուծումներ ունեք։ Միանշանակ մենք էլ ենք ուսումնասիրություններ կատարում, հենց այնպես չենք դուրս գալի փողոցում գորգորալու բազմաթիվ մասնագետներ են դրա մասին խոսացել։ Ես կցանկանայի մի քանի ձևով նշել, առաջինը քաղաքական տեսանկյունից նայենք, կանոնակարգվում է Հայաստանի հանրային ծառայություններ կարգավորող մարմինը, որ պետք է նպաստեն մրցակցային օրինակ շուկայի ձևավորմանը։ Ես բացարձակ չեմ տեսնում, թե բաշխիչ ցանցերի ոլորտը, էլեկտրաէներգիայի ոլորտը մատակարարման նկատի ունեմ, ինչպես է տրանսֆորմացվել, դարձել ազատականացվել մրցակցային շուկայի ձևավորվել։ Բայց կարող ենք օրինակներ բերել տարբեր երկրների ու մասնավորապես Ճապոնիայի օրինակը, թե ոնց են մասնավորեցրել, որը կարող է նաև տեղի ունենա նաև մեր մոտ, այո։ Ինչ վերաբերվում է ծախսերին ու հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նկատառումները, որ ասենք օրինակի համար վերցրել են ու իրավաբանական եւ նոտարական ծախսերը, ինչպես նաև այլ իրավաբանական նոտարական ծախսերը հավասարեցրել են 0-ի։ Այսինքն այլևս հեծը իրավաբանական ծառայության կարիք չի զգում, հա։ Այսինքն 300 միլիոն սակագնի մեջ են։ Սա մի բան է ապացուցում, որ նախկինում դա եղել է, հիմա չկա։ Սա մի բան է ապացուցում, որ մենք չենք վստահում ձեր կատարած աշխատանքներին։ Դուք մեր մոտ վստահություն չեք ներշնչում։ Դուք ընդհանրապես վերցրել եք, հանել եք, դրել եք մի կողմ։ Ես ասում եմ, այն ինչ որ դուք եք արել ու ձեր արածի արդյունքը։ Դրաշ չի, 14-ը դրաշ չի։ Հիմա հաջորդ էլի, եթե կարելի է ասովի չպետք է լինի, դուք եթե չպետք է կարելի է մի հատ կոնկրետ թիվ ասեմ, մի վարքյան։ 14-ի թվերը դրեք։ Ինկասացիոն ծառայություններ։ Մեկ վարքյան, Նարեկ։ Ինկասացիոն ծառայություններ են այստեղ գրված։ Ես չեմ հասկանում ինկասացիոն ծառայությունները որն են, եթե կա բանկային ծառայություններ։ Այսինքն են, որ խոսում են ժողովուրդը, որ խոսում է, որ էլեկտրիկները, չգիտեմ, փողեր են հավաքագրում, այդ հավաքագրած փողն են հա տեղափոխում, ինչ ինկասացիոն ծառայությունների մասին է խոսքը։ Բանկին գնում ենք ես, դուք վճարում ենք բանկում, այդ փոխանցումները կատարում են նրանում է, որ չեք գալիս հասնեք, երբ որ բանկում վճարում եք, մի րոպե Նարեկ, մեկ վարքյան պարբան։ Նարեկ մի րոպե տոկոսն է վերցնում, այդ ինկասացիոն ծախսը դուք պիտի բացատրեք։ Ոչ, ես չեմ բացատրում եմ, այդ ծախսն ինչ է, Նարեկ ջան, ամփոփելով, հա, հայ փոստում վճարում եք, հայ փոստը ծառայության դիմաց գումար է վերցնում 1.5%։ Հաջորդ շատ կարևոր բանը, որ կցանկանայի նշել, դա իրավաբանական հարթությունից կցանկանայի ասել։ Ներկայացված հայտը համեմատելով նաև այն տեղեկությանը, որը տպագրված է Ինտեր-ՌԱՕ-ԵՍ-ի հենց կայքում, փաստում է, որ 5 միլիարդ ռուբլի աճ է տվել, այսինքն շահույթ ունեն իրենք մեր սեգմենտում, հայկական սեգմենտում։ Սա եթե համեմատում ենք ներկայացված տվյալներին, լրիվ հակառակ բաներն է բարձվում։ Ես Նարեկի խոսքից ընդունեցի եւ ընկալեցի մի շատ կարեւոր հանգամանք, որ ինքը նշեց, եւ դրական են վերաբերվում դրան, այն առումով, որ Նարեկի խոսքում հնչեց առաջարկություն հետագա աշխատանքները կազմակերպելու ավելի արդյունավետ կազմակերպելու առումով։ Փաստերը իհարկե բերվեց ավել կամ պակաս ճիշտ կամ սխալ դա կարևոր չէ, բայց շատ կարևոր էր, որ իր խոսքում հնչեց աշխատանքների արդյունավետ կազմակերպման սկզբունքը։ Դա է ամենակարևորը հետագա սակագնի բարձրացումից խուսափելու նպատակով։ Սակագնի բարձրացման մասին, որոշման մասին տեղյակ կլինեք ամսի 17-ին։ Ես կցանկանայի ավելացնել Նարեկի խոսքին նաև, որ եթե իրենք իրոք առաջարկություններ անում են արդյունավետ աշխատանքի կազմակերպման առումով, առաջարկություններում տեղ գտնել նաև հարկային քաղաքականության գաղափարը, որը կարող է բերել հետագայում սակագնի նվազեցման եւ արդյունավետ կառավարման գաղափարը ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերվում է նորից եմ կրկնում, հեծի կողմից կատարված անհիմն կամ ոչ հիմնավոր կամ հիմնավոր ծախսերին, դրանք կրկնել եմ եւ նորից եմ կրկնում, դրանց արտահայտումը սակագնում չկա։ Հոսանքի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին։
Եթե որոշումն ընդունվեց, ապա մենք բոլորս, ես, դուք, մեր հյուրերը, տաղավարում գտնվող հանդիսատեսը, բոլորս այսուհետ օգոստոսի 1-ից 1 կիլովատ ժամի համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի դիմաց 41.85-ի դիմաց վճարելու են 48.78 դրամ փոխարեն։ Իսկ գիշերային սակագնի նախկին 31.85 դրամի փոխարեն 38 դրամ 78 լումա, այսինքն 38-78։ Անմարդկային թեմայով մարդկային գործոններ եթերում, շնորհակալություն։